ինչպես նշեցի, ապատեղեկատվական մեր արշավները տարածման տարբեր տիրույթներ ունեն, դրանք ստեղծված ad hoc, այսպես ասած, կայքերն են, խնդրեմ անցնենք առաջ։ Հայտնի այս կայքը, ինչպես գիտեք, ապատեղեկատվություն տարածելու գործում առաջիններից շարքում է, երբեմն բայց իրենք օգտագործում են նաև այլ մեթոդաբանություն եւ օրինակ ստեղծում են հայելային կայքեր, հայտնի կայքերի օրինակով 1 տարի 1 կետի 1 փոքրիկ նշանի տարբերությամբ եւ եթե մենք խնդիր ունենք մեդիա գրագիտության հետ, ապա հանրությունը եւ սովորական քաղաքացին կարող է չտարբերակել, որ այս տեղեկատվությունը կեղծ է կամ ոչ իրական կայքից է տարածվում։ Հաջորդ խումբը, ինչպես մենք առանձնացրել ենք, դա X-ում տարածվող հաշիվներն են եւ տելեգրամյան ալիքները։ Եթե մենք X-ի տարածումը կարողանում ենք կանխել, տելեգրամյան ալիքների տարածումը շատ ավելի շուտ է ներթափանցում հայկական մեդիա տիրույթ։ Մեր հորդորը բոլոր լրագրողներին այն է, որ 2-3 եւ ավելի անգամներ ստուգեն տեղեկատվությունը, կապեն պետական պաշտոնյաների հետ, որովհետև վստահեցնում եմ պետական գերատեսչություններում, խոսնակները, կառավարությունում հաղորդակցության պատասխանատուները մշտապես պատրաստ են եւ բաց են համագործակցության համար։ Նաեւ մենք տեսնում ենք, որ տելեգրամյան ալիքի գեներացված կոնտենտները որոշ լրատվամիջոցների կողմից, թույլ տվեք այս դեպքում նշել ոչ բարեխիղճ, դառնում են միանգամից վերնագիր, այսինքն լուրը դնում են, 1-2 ժամ այդ կեղծ տեղեկատվությունը պտտվում է, որից հետո միայն իրենք օրինակ հարցում են անում, թե արդյոք այս տեղեկատվությունը ճիշտ է թե սխալ։ Եվ անգամ այն դեպքերում, երբ որ խոսնակների կողմից լինում է պաշտոնական հերքում, իրենք այդ վերնագիրը թողնում են ընդհանրապես հարցական նշանով։ Եվ այնտեղ փոքր, շատ փոքր տառերով գրում են օրինակ Լիցուկ վարչապետի խոսնակը տեղեկատվությունը հերքել է։ Ես կարծում եմ, որ սա լավագույն օրինակ է չէ բարեխիղճ լրագրության, բայց դրա հետ զուգահեռ ունենք այնպիսի լրագրողներ, որոնք անաչառ, սկզբունքային եւ հետաքննական լրագրություն են իրականացնում եւ մենք ունենք գերազանց արդյունքներ, որոնցով կիսվում ենք նաեւ մեր միջազգային գործընկերների հետ։ Անցնենք առաջ։ Ինչպես ես նշեցի, կեղծ տեղեկատվությունը շատ հաճախ փոխկապակցված է եւ վերաբերում է ոչ միայն մեկ պաշտոնյայի, այլ պետական պաշտոնյաների մեկ ամբողջ սեգմենտի հետ, մասնավորապես կեղծ պատումներից մեկը, որը վերաբերում էր օրգանների վաճառքի, շրջանառում էր պետական պաշտոնյաների մեծ շրջանակ, անգամ պաշտոնաթող ունենք ներկայացուցիչներ, որոնք այս պատման մեջ ներառված էին։ Որոշ դեպքում ես ուզում եմ նշել, որ տեղեկատվության տարածման աղբյուրները անհետանում են, այսինքն ստեղծվում է կայքը, կեղծ տեղեկատվությունը տարածվում է եւ եթե փորձենք օրինակ շատերը հարցնում են թե ինչու իրավական գործընթաց չի հաջորդում այդ ամենին, այդ կայքերը սնկերի պես աճում են եւ վերանում են, այսինքն այդ հայելային անգամ կայքերը շատ կարճ ժամանակահատված ունեն։ Եթե մենք նաեւ հետևում ենք նրանց ծագումնաբանությանը, ապա 1 տարի կամ 6 ամիս առաջ են իրենք այսպես ասած ծնունդ առել։ Արհեստական բանականության մասին խոսելով նաև ուզում եմ նշել, որ շատ դեպքերում AI-ի կողմից ստեղծված կոնտենտը ունի որոշակի լեյբլ, վերջերս օրինակ իմ հարցազրույցը կար, որը իբր ես Euronews-ին էի տվել, կապված էր պարոն վարչապետի գույքի հետ, եւ եթե այնտեղ նշում է, որ գույքը ոչ թե 170 միլիոն է, այլ 70 միլիոն, կարող է թվերի մեջ սխալվեն, բայց իբր նման հերքում էի տվել, այսինքն կեղծ լուրը տարածում են արդեն իսկ կեղծ հերքմամբ։ Մենք ինչ ենք անում, այս դեպքերում 2 դեպք ունենք, Al Jazeera-ի եւ Euronews-ի կողմից տարածված, դիմեցինք մեր գործընկերներին եւ երկուսի կողմից էլ պատշաճ հերքում եղավ, նշելով, որ նրանք երբևէ նման տեղեկատվություն չեն տարածել։ Բայց սովորական քաղաքացու դեպքում, երբ որ տեսնում են տեղեկատվություն եւ երբ որ օգտագործվում է հեղինակավոր միջազգային լրատվամիջոցի լեյբլը, մտածում են, որ այո, սա օբյեկտիվ հետաքննություն է։ Վերջերս նման մի իբր հետաքննություն ամերիկյան ընկերությունն էր տարածել, բայց իրականում աղբյուրները տանում էին գրիվ այլ երկիր։ Կարծում եմ նաև բոլորից ծանոթ է Wyoming Star կոչվող այսպես ասված թերթոնը, որը հաճախ արդեն 2 դեպք ունենք, որ մասսայական տարածվել է Երևանի փողոցներում, բայց երբ որ Wyoming Star-ի գրածման հասցեն նայում ենք, տանում է դեպի Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկը։ Եվ այսպիսի դեպքերը բազմաթիվ են եւ բազմաթիվ դեպքերի հետևում մենք տեսնում ենք, որ ահագնացող տեմպերի հասնող ապատեղեկատվական մանիպուլատիվ քեյսերը ավելանալու են մինչ հունիսի 7-ը եւ անգամ հունիսի 7-ից հետո։ Ես պատրաստ կլինեմ քիչ հետո իմ գործընկերներին խոսք փոխանցելուց հետո նաեւ կարճ անդրադառնամ պատասխանեմ ձեր հարցերին, որովհետեւ խոսել կարող եմ անվերջ, բայց կարծում եմ պետք է խոսել թիրախային եւ պատրաստ կլինեմ առավելապես ձեզ ուզող կամ հետաքրքրող հատվածներին անդրադառնալ։